Մարդը ընդհանրապես, երբ որ իր մոտ ամեն ինչ նորմալ է, ամեն ինչ կարծես թե կայուն է, նա այդ վիճակից ձանձրանում է, բայց կա ժամանակ ամեն մեկիս կյանքի մեջ, երբ որ մեզ ինչ-որ մի բան արգելված է անում, և մենք պետք է դրան հասկանալով մոտենանք և հասկանալով մենք ընթանանք դեպի այն պահը, երբ որ արդեն մեզ դա ամեն ինչը կարելի կլինի։ Մենք միշտ մեր արածների համար պատասխան ենք տալիս։ Ոչ մի մարդ չի կարող ասել, որ ինքը մեղքը գործել է, հասկանալով, որ ինքը մեղք է գործել, չէ՞։ Ամեն մեկը մտածում է, որ ինչ-որ մի բան լավ է արել, չէ՞։ Եվ հետո գալիս է ժամանակը, եւ մենք դրա համար սկսում ենք վճարել։ Եվ այս կիրակին, արտաքսման կիրակին, իր այդ պատմությունով, Ադամի ու Եվայի պատմությունով, մեզ գալիս է ասելու, որ երբ որ մենք էլ ձանձրանում ենք այս կյանքի մեջ, եկեք նայենք մի քիչ առաջ, հասկանալու համար, թե արդյոք այս բանը, որ մենք որոշեցինք անել, որպեսզի մեր այս ձանձրույթը վերանա, արդյոք դա ծառայելու է մեր բարուն, թե վաղը մյուս օր մենք դրա համար էլ ավելի թանկ վճարելու ենք։ Օրհնյալ եղերուկի շնորհացել փոխվույն, երթայքի խաղաղություն, եւ Տերն մեր Հիսուս Քրիստոս, եղեցին ձեզ ընդհանրեսյանս ամեն։